Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում Բաղրամյան խոշորացված համայնքի պաշտպանության նախարարության ենթակայության զորավարժադաշտում։ Պայթյուն է եղել, ինչի հետևանքով 29-ամյա պայմանագրային զինծառայողը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Քննչականում քրեական վարույթ են նախաձեռնել, իրավապահները կատարել են մի շարք անհետաձգելի քննչական եւ վարութային այլ գործողություններ։ Փետրվարի 28-ից ապրիլի 1-ը Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրի քաղաքացիներ։ Տեղափոխվածների թվում եղել են Եվրոպայի, Ասիա, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Ամերիկյան մայրցամաքի, Մերձավոր Արևելքի եւ Աֆրիկայի քաղաքացիներ։ Անհրաժեշտության դեպքում Հայաստանն աջակցություն է ցուցաբերել նաեւ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում։ 65 տարիքային Շեմը կհանեն եւ աշխատողները չեն ազատվի աշխատանքից միայն տարիքի պատճառով։ Կառավարության համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն ազգային ժողովում է։ Գործադիրը նախագծով նախատեսում է բացառել տարիքային խտրականությունը, թույլ տալով շարունակել աշխատանքը 65-ից հետո, բացառությամբ որոշ ոլորտների։ Նույն փոփոխություններով պետական ու համայնքային ծառայողները նաեւ կարող են դառնալ խնամատար ծնող, ստանալով վարձատրություն։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորել է չմոտենալ բնակավայրերով անցնող կովկասյան ազնվացեղ եղջերուներին։ Վերջին օրերին կենդանիներին հաճախ են նկատել բնակավայրերի հարևանությամբ, երբեմն նաև բնակելի տարածքներում, եւ նրանց վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի։ Հաղորդում են գերատեսչությունից, նշելով, որ կովկասյան ազնվացեղ եղջերուները բնակավայրերին մոտենում են եղանակային փոփոխություններով, սննդի սակավությամբ կամ կենսամիջավայրի փոփոխությամբ պայմանավորված։ Կառավարությունում քննարկում են մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ քննարկմանը ներգրաված են մի շարք գերատեսչություններ միաժամանակ՝ կրթական կառույցը, աշխատանքի ու սոցհարցերի եւ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունները։ Այժմ հետազոտում են հիմնական հնարավորությունները, ռիսկերն ու խնդիրներն առանձնացնելու համար։ Ամբողջական պատկերն ունենալուց հետո կհստակեցնեն անհրաժեշտ կարգավորումները, կմասնավորեցնեն, թե կոնկրետ որ կայքերն են սահմանափակում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։